Մարտի 13-ից սիրելի հեռուստադիտողներ մեծ էկրաններին կցուցադրվի Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ նկարահանված կրթական, դասյարակչական, մարդկային արժեքների մասին մի անգամ դպրոցում երկու վերջին պահապանը ընտանեկան ֆիլմը։ Իդեպ ֆիլմի ստեղծագործողներն արդեն երկրորդ անգամ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում են համահայաստանյան իսկական հերոսը շարադրությունների մրցույթը։ Տեսնենք, թե մեր հյուրերը այս մասին ինչ կհասցնեն մեկնաբանել, իսկ հյուրերին կներկայացնի Դավիթը։ Իհարկե, ֆիլմի դերասան գլխավոր դերակատար Նիկոլ Ղուկասյան, սցենարիստ Նարեկ Ավագյան, բարև ձեզ։ Բարի լույս։ Ես ինչ գեղեցիկ անակնկալ ես մատուցել։ Ես իվիճայլոց ուզում եմ ասել, որ դե այս վերջերս ինչ-որ ծաղկաշատ առավոտ է ստացվում մեզ մոտ, բայց հատկապես կան մարդիկ, ումից էլ ավելի շոյվում ես, երբ ստանում ես ծաղիկներ, բայց Նիկոլը շատ ավելի հետաքրքիր նվիրեց ինձ այն, մոտեցավ եւ ասաց ձեր գարնան 13-րդ օրը շնորհավոր։ Իհարկե լուսավոր աչքերից ու լուսավոր տեսակից ծաղիկներ ընդունելը շատ մեծ շոյանք է, ես քեզ շնորհակալ եմ նման գեղեցիկ ուշադրության համար, ասում եմ իսկական ջենտլմեն է, երևում է 11 տարեկանում արդեն։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, այսպես ասած իմ գեղեցիկ առավոտն արդեն ապահովել է մեր հերոսը։ Ապագան լավն է լինում։ Այո, եւ մենք դեռ ասում ենք նա ինձ սիրուն է, ոնց կարող է ապագան լավը չլինել։ Արի անդրադառնանք ֆիլմի քո գլխավոր կերպարին, որովհետեւ երբ հատկապես ես այստեղ ասում եմ, որ մեր երիտասարդները պիտի հերոսի կերպար ունենան, իրենք ինչ որ այդ տեսակը պիտի ձևավորեն, որի հետևից գնան, որովհետեւ բոլոր աղջիկները ուզում են քաջ, ազնիվ, ուժեղ, գեղեցիկ, խելացի տղամարդկանց տեսնել իրենց իրականության մեջ։ Ինձ ասա, խնդրում եմ, ինչ գծեր ունի առանձնահատուկ քո կերպարը ֆիլմում։ Հայկը 12-ամյա աշակերտ է, որը չի ընդունում կեղծ լուրեր, խելացի է եւ շատ քաջ է։ Ասում ինչ վատ է, որ ես 10 տարեկան չեմ, չէ՞, այս դեպքում։ Եվ ինքը ինչ է քարոզում, եթե կարելի այդպես ասել։ Արկածներ են տեղի ունենում, դարպասներ են 100 տարի մեկ, դարպասներ են բացվում, անցյալից չար ուժերը հայտնվում են մեր դարում եւ այդ ամենի ականատեսը միայն լինում է Հայկը, 12-ամյա Հայկը եւ նա դիմում է իր ուսուցիչ Մուրադյանի օգնությանը, որպեսզի այդ արկածների ելքը գտնեն։ Շատ հետաքրքիր է, ինձ թվում է բոլոր պատանիներին պիտի որ հետաքրքրի ֆիլմը, թույլ տուր հիմա սցենարիստին հարցերս ուղեմ, շատ է տարբերվում առաջինից, որովհետև նույն գաղափարի շուրջ է ոնց հասկանում եմ պտտվում, բայց իրականում այո, տարբերությունը շատ մեծ է, քանի որ առաջինում հիմնական խնդիրը, որ դրել ենք մեր առաջ, այդ գրքերին մոտեցնելն է, հերոսները խոսում էին գրքերի միջից, օգնում էին մեր հերոսներին հարցեր լուծել։ Այս դեպքում մենք ունենք հերոս գրքից մեր աշխարհեկած Դոն Կիխոտը, Մկրտիչ Արզումանյանի կերտած։ Իդեպ շնորհակալ եմ բոլորին, մեր բոլոր դերասաններին, բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ֆիլմի վրա։ Երկրորդում մի քիչ ավելի խորն են գնացել, մի քիչ ավելի ազգային, ավելի հայկական, ավելի հայի մասին։ Ունենք բանալի խոսքեր, այո, ֆիլմում, որոնք բարձրացնում են խնդիրներ, խոսում են դրանց մասին, ինչու՞ չէ նաև առաջարկում են լուծումներ։ Այ դուք հետաքրքիր է որոշել եք հատկապես այս տեսակ սցենար ունենալ, որովհետև իրականում կարծում եք, որ մեր պատանիների մոտ այդ հերոսի ընկալումը, կերպարը իսկապես բացակայում է, մենք ունենք այդ պակասը։ Գիտեք ոնց, պակասը հարաբերական է, որտեղ ամեն մարդ իր հերոսը ամեն դեպքում ունի։ Խնդիրը այստեղ այդ հայկական լինելու մասին ինչ եմ խոսում, որտեղ ընդհանուր ինչ-որ կետ ունենալ, որ այդ կետին ձգտենք ու ինչ-որ ընդհանուր խնդիր լուծենք, այ կարծում եմ դրա հետ կապված, հա, մենք թիմային խաղերում այդպես մեծ հաջողություններ չունենք, ոնց որ անհատական սպորտաձևերում։ Այս պարագային ավելի շատ ուզել ենք անդրադառնանք այն խնդիրներին, որ վստահաբար բոլորիս անհանգստացնում է, վստահաբար, բայց ամեն մեկը առաջարկում է լուծման իր տարբերակը, որոնք երբեմն ծայրահեղ տարբեր են։ Այս համախմբվածության կոչա ցույց է տրվում, թե ինչպես այո, միայնակ անգամ մեր գլխավոր հերոսը ոչինչ չի կարողացնել, բայց երբ նրան միանում են ընկերները եւ մյուսները, ամեն բան լուծվում է։ Քանի որ
երկու ֆիլմերն էլ իրանք նկարահանվում են եւ կոնկրետ մեսեջներ ունեն։ Ուզում հասկանամ, մենք ոնց ենք հասկանում ֆիլմը հաջողել է, թե չէ, որովհետեւ այս դեպքում կարևոր մեսեջները շատ կարևոր են, ինքը կասվի ֆիլմ է, կասվի ֆիլմ չէ, դա արդեն իհարկե շատ կարևոր է դա, որ ստեղծագործողը ինքը շարունակի իր կարևոր ստեղծագործական ուղին, բայց մենք ոնց հասկանանք ֆիլմը հաջողել, օրինակ առաջին ֆիլմից հետո մենք ոնց հասկանանք երեխաները գիրքը սիրեցին, թե չէ։ Ասեմ, նախ մի քանի հետաքրքիր պատմություն կա, արագ փորձեմ ակնարկներն անել։ Առաջինում հենց նկարահանող խմբում կային մարդիկ, որ ինչ որ օր հետո նկարահանումների խնդրեցին Դոն Կիխոտը, որպեսզի տանեն կարդան, տանեն այդ գիրքը։ Հետո ինքը մի տարի եւ մի քիչ ավել մնաց մեծ էկրաններին։ Ցուցադրվեց հեռուստատեսության բազմաթիվ անգամներ, որից հետո YouTube-ում ունի 4.6 միլիոն դիտում։ Նամակներ շնորհակալական ծնողներից, նկարներ, որ իրենց երեխաները գիրք են կարդում, գրադարաններից նամակներ, որ ֆիլմից հետո ստացել են Դոն Կիխոտի նոր խմբականակ, իսկ երկրորդ ֆիլմի նկարահանման ժամանակ մենք ունեինք մի տուն, առանձնատուներ, որտեղ նկարահանում էր պետք անել, տերերը այստեղ չէին, սեփականատերերը դրսում էին, հրաժարվում էին մեր տունը նկարահանման համար, չի մի անգամ նկարել, մի խոսքով, բայց երբ իմացան, որ այս ֆիլմի երկրորդ մասն ասեցին, հա, խնդիր չկա, ինձ թվում է ձեր հարցի պատասխանն է։ Իհարկե։ Իհարկե։ Նիկոլ, թույլ տուր հարցնել քեզ, հա, խոսում էինք քիչ առաջ հերոսի կերպարից։ Քեզ համար կա ինչ-որ հերոսի կերպար, որին դու շատ ես հավանում։ Այո, ես մեր հայ հերոսներից շատ եմ սիրում Գարեգին Լիժդեհին։ Բրավո։ Այո, սիրում եմ Մոնտե Մելքոնյանին իհարկե եւ ինձ համար ամենագլխավոր հերոսը դա ուսուցիչն է, ուսուցչուհին։ Ես էլ բան չունեմ ասելու։ Չկարող են գնալ։ Չէ, դուք մնացեք, մենք գնանք, այո։ Տեսեք ինչ պատանիներ են, հիացմունքով կարելի է տեսնել, իհարկե բրավո քո ծնողների նման դասարակության համար։ Իհարկե ես վստահ եմ, որ նաև այս ֆիլմում քո համագործակցությունը այն մարդիկ հատկապես Մկրտիչ Արզումանյանի, հա, որոնց հետ դու արդեն ես ունենում շփվելու, իրենք էլ են իրենց ազդեցությունը թողնում քո վրա, քո դասարակության վրա, բայց վստահ եմ, որ գլխավոր մասը ծնողներինն է, գերակշիռ մասը, այնպես որ ապրեն քո ծնողները։ Հիմա անցնենք այս շարադրության մրցույթին, որը ինձ Բայց ես մի հարց տամ նոր կարելի է դերասանական կարիերան կշարունակես, թե լրիվ ուրիշ։ Այո, այո։ Ուզում ես մեծ դերասան դառնաս։ Այո։ Ընտիր։ Դու մեծ դերասան ես։ Դե նայ, համ տաղանդավոր է, համ սիրուն է։ Էլ ինչ է պետք դերասան դառնալ, արտիստ դառնալ։ Մեկ-մեկ որ ասում են տղու սիրունը որն է, ուզում ես ասես էս։ Ո՞ր տղու սիրունը, քո տղան, ասում եմ, ես այդ բառը միշտ եղբայրս օգտագործում, մտիկ իրարեմ, կան պատաններ, որոնց ասում ես խայտարակ սիրուն։ Հիմա Դավիթի որդին այնքան սիրուն է, ուզում ես ասել դե լավ, դե չի կարելի, էլի։ Հիմա նույնը Նիկոլի դեպքում նայում ես, ասում ես խեղճ աղջիկներ։ Անցնենք իսկական հերոսը շարադրությանը։ Իմիջիալոց ես ասեմ, վերջերս մենք խոսում էինք այդ մասին, ես ասում էի, որ մեր դպրոցական տարիներին շատ էին մեզ հանձնարարում շարադրություններ գրել, եւ մենք ունեինք այնտեղ ոսկե տարեր, այդպես պատ, որտեղ լավագույնները պիտի փակցվեին, ես հիշում եմ, որ միայնակ Կակաչը վերնագրով ես հայտնվել էի այդ պատում։ Հետո անընդհատ խոսում են այն մասին, որ հիմա դպրոցներում շարադրություններ շատ չեն տալիս, գուցե այդ մի քիչ պակասում է։ Իրապես այդպես է թե ոչ, եւ դու ինչ առնչություն ունես այս շարադրության հետ, ունեցել ես առիթ մասնակցելու։ Այո, ես նույնպես գրել էի, նաեւ իմ ուսուցչուհին ասեց, որ անպայման դու կգրես։ Դասարանից երեխաներն էլ էին շատ ուրախացել, որ այդպիսի ծրագիր կա, որ ովքեր որ հաղթեն, գնալու են ֆիլմը նայեն։ Իսկ շարադրության խնդիրներով այո, քիչ է անկեղծ, բայց արդեն շատանում է։ Իսկապես, ընտիր, դու ում էիր որպես հերոս ներկայացրել քո։ Իմ ուսուցչին, ուսուցչուհուն։ Պատկերացնում եմ ոնց է ուսուցչուհին շոյվել։ Ինչ է անունը։ Գայանե Վարդումյան, ընկեր Վարդումյանը։ Ընկեր Վարդումյան, բարի լույս ասենք ընկեր Վարդումյանին, եթե ինքը հիմա դասի չէ ու առիթ ունի մեզ լսելու եւ ասել շնորհակալություն ձեզ նման կրթության համար։ Մենք իսկապես հիացած ենք ձեր աշակերտով։ Ես շատ եմ ուրախանում ու տպավորվում եմ, երբ տեսնում եմ այս տեսակ պատանիներ, որոնք համ խոսքի կերպ ունեն, հա, ասում եմ ինչ վատ առավոտ, վերջ ամեն ինչ լավ է ասում եմ մեզ մոտ։ Իրականում քանի որ մի քիչ մեր իրականությունը շատ է խեղվել եւ մենք իսկապես տեսնում ենք անհաջող դերասանական կարիերա սկսած պատանիներ, ովքեր
միանգամից ստարտը սխալ է գնում, սխալ բառապաշարով, սխալ կերպարներում, եւ դու հասկանում ես, որ ինքը վտանգի մեջ է։ Իհարկե ոչինչ չեն կարող անել ցավոք, բայց թույլ տուր ասել, որ քո բախտը շատ բերել է, միանգամից ստարտը սկսել ճիշտ թեմայի մեջ, ճիշտ անձնակազմով դերասանական, բայց ձեր բախտն էլ է բերել, չգիտեմ ոնց եք ընտրել Նիկոլին, ոնց եք գտել իրեն, բայց սա իսկապես մեծ հաջողություն է, այս տեսակ հերոսի կերպար գտնել։ Ճանաչում եք մինչև այդ։ Ոչ, Նիկոլին չենք ճանաչել, մեծ կաստինգ ենք ունեցել, Նիկոլը մեր Դանիելյան Գրիգորի ստուդիայի սաներից է, ու վերջապես կարողացանք շատ երկար ենք փնտրել, որովհետև մեզ պետք էր մի քիչ ուրիշ կերպար, Իրականում անկեղծ պարոն Ավագյանը ինձ ընդհանրապես չի ճանաչել, բայց ֆիլմի ժամանակ, երբ որ ֆիլմը մենք սկսում էինք արդեն, ինքը ինձ այնպես էր Հայկի կերպարի մեջ դրել, որպեսզի ես էլ չէի կարող դուրս գայի Նիկոլ կերպար։ Հետաքրքիր է, Հայկը իրականում երևի ինչ-որ ազդեցություն թողել է քեզ վրա, ինչպես բոլորիս մոտ մեր սիրելի կերպարները։ Կա Հայկի կերպարից գծեր, որոնք դու քեզ համար վերցրել ես արդեն ինչն է։ Միջև Հայկի կերպարը ես էլ էի, Հայկի նման չէի ընդունում կեղծլորը, շատ քննադատող էի ես։ Եվ էլի խելացի եմ էլի։ Պաշտելի տղա։ Լավ ես սովորում ես ոնց հասկացա։ Սիրում ես ընթերցել։ Այո, շատ։ Ինչ ես հասցրել կարդալ, ինչ գրքեր են քեզ հետաքրքրում։ Ես Փադինգթոնն եմ կարդացել եւ անգլերենով եմ հիմա կարդում ֆրանսիական հերոսի մասին Արսեն Լյուպենը։ Դու այդքան լավ անգլերեն ես տիրապետում։ Այո։ Չէ, քո ծնողները բրավո։ Բրավո։ Իսկ սպորտից որևէ բան հետաքրքրում է քեզ։ Այո, ֆուտբոլով եմ զբաղվում։ Դե չիլնում սենց։ Եվ բասկետբոլ։ Ես ասում եմ մեծ հիացմունք եմ ուղղակի ապրում, հիմա իսկապես ասում եմ մեծ հաջողություն է հետո ունենալ քեզ նման տաղանդավոր արտիստ։ Որտին ես երկրպագում։ Իհարկե։ Որ ակումբին ես երկրպագում։ Որ շունես կչացնես ամեն ինչ։ Այդ լավ էր թե վատ, ես գաղափար չունեմ։ Լավ էր, մենք հարգում ենք իրար։ Ես կարծում եմ իհարկե նման տաղանդավոր մեր դերասաններին պետք է միշտ տալ հնարավորություն, որ իրենք անընդհատ ունենան նկարահանման շանսեր, իհարկե ոչ ամեն ինչի մեջ, բայց իրենց տեսակը պիտի անընդհատ լինի մեր պատանիների առջև։ Ես էլ պարտավորեցնում եմ ձեզ ֆիլմեր հաճախ նկարել, որովհետև այդ ֆիլմերով նախ մենք իրական, երևի թե հայ հերոսի թույլ եմ տալիս ինձ ասել հայ, որովհետև մենք հայ իրականության մեջ ենք ու շատ լավ կլինի, որ հետ վերադառնա, որովհետև մենք մի ժամանակ իսկապես ունեինք այդ տեսակ հերոսներ, հա, աշակերտներ, տղաներ մեր շուրջ, ովքեր համ լավ էին սովորում, համ այդ տենց ազնվությունն էին գնահատում, քաջ էին եւ այլն, հետո մի տեսակ պակասեց դա։ Ուրիշ բան դարձավ նորաձև, հիմա ձեր սերունդը ոնց որ թե գալիս է այլ իրականություն ապացուցելու։ Շատ պիտի նկարեք մեր տղային։ Այո, մենք պատրաստ ենք։ Ամեն անգամ չի բացահայտվում այս տեսակ ընտիր, ասում եմ մարդկային որակ։ Եթե թույլ կտակ ժամանակ ունենք շատ։ Իհարկե ունենք, համեցեք։ Կուզեմ երկու բառ ասեմ, որովհետև իրոք ինքը այս դեպքում են գովազդային աննախադեպը չի էլի, իրոք աննախադեպ ամբողջ Հայաստանի տարածքով այս անգամ արդեն ունենք շարժությունների այս մրցույթի իսկական հերոս վերնագրով, որի դեպքում 4 դպրոց հաղթելու է, 4 աշակերտ, 2-ը Երևանից, 2-ը մարզերից ու իրենց շնորհիվ ամբողջ դպրոցի կազմով գալու են անվճար կինոթատրոնում ֆիլմը դիտելու, կարծում եմ այդ երեխաների համար իրոք լավ մրցանակ կլինի ու մոտիվացիա, որ սեփական ուժերով փաստորեն մի ամբողջ դպրոցներ կան, որ գրեթե 1000 աշակերտ ունեն։ Կարելի է իմանալ ովքեր են լինելու ժյուրիի կազմում, ովքեր այդ ընտրությունը անելու են լավագույնի։ Ժյուրիի կազմում քանի որ շատ են, հիմա չեմ կարող թվարկել, որտեղ մի քանի փուլով են կանցնում, հարյուրավոր շարադրություններն, այդտեղ ուղղակի հնարավոր չի էլի 3-4 հոգով, բայց վերջնական կազմում կլինեն նաև Մկրտիչ Արզումանյան, կլինեմ ես, ֆիլմի պրոդյուսերը, այսինքն բացի գրականության ու ստեղծագործական մտքի հետ կապ ունեցող մարդկանցից, նաև ֆիլմի հետ կապ ունեցող, որտեղ մենք ուզում ենք, որ այդ շարադրությունների մեջ լինի նաև այդ Նիկոլի ասած ուսուցիչ հերոսը, մեկ այլ հերոս, որովհետև մեր հերոսներին մենք ամեն դեպքում գիտենք խոնարհումս բոլորին, բայց մեկ այլ տեսանկյունից ենք ուզում դիտարկել։ Նախորդ մրցույթում հաղթեց մի աղջիկ, ում հերոսը իր պապան էր, ու այնքան տպավորիչ էր, որ
հերոս էր։ Ասում է այդ կողմին չանդրադառնանք, սա մի քիչ հոգեբանական, ասում է ճյուղ ունի, բայց իրականում երբ հայրը կարողանում է դառնալ հատկապես աղջիկ երեխայի համար հերոսի կերպար, այն որ ասում են նախ այդպիսի աղջիկների հետևից չես հասնի, նրանք շատ ուրիշ ուժ ու չգիտեմ հոգի ունեն եւ եթե պապաները իմանան ինչ է նշանակում աղջկա համար ոչ միայն ուղակի հայր, այլ հերոսի կերպար դառնալ, այդ մի լրիվ ուրիշ աշխարհ է։ Քեզ համար կա տանը այդ տեսակ, չգիտեմ, մեծ եղբայր, որ էլի հերոսի կերպար է կամ բոլոր ծնողներս իհարկե, բայց եղբայր քույր չունեմ ես։ Չունես դեռ։ Ոչ։ Լավ, բայց պատկերացրու ինչ եղբայր կլիներ տենց։ Պաշտպանող, ազնիվ, քաչ ու ուսուցանող նաև, հա։ Կուզեիր եղբայր թե քույր ունենալ։ Քույր անկեղծ։ Լավ ես դու։ Մենք որ ինքան լավ չես ուզում։ Պատկերացնես քույրի ինչ գեղեցիկ։ Չէ, բայց այդ երևի թե տղայի դեպքում ոնց է, չէ, ասում են եղբայր լինի, որ հետը խաղանք եւ այլն հետաքրքիր լինի, բայց իր դեպքում դե քույր, որ ինքը պաշտպանի, որ ինքը լրիվ, այո, ինքը հերոս է իրականում։ Ես վստահ եմ իհարկե, բայց նաեւ շատ կուզեմ, որ քո այդ տեսակը երբևէ չմարի ոչ մի դեպքում, որ դու ել ավելի մեծանալով, ել ավելի լայն շրջապատ ունենալով քո տեսակով կարողանաս քարոզել եւ մեջտեղ բերել իրական տղամարդու այդ ճիշտ տեսակը, որ այսօր ցավոք շատ է կորել, բայց հուսամ, որ քեզ նման գոնե մի քանիսը եթե ունենանք, հետո մի քիչ մեծանան sense քայլեն ու իրենք փոխեն այդ իրականությունը։ Շնորհակալ եմ շատ։ Մեզ իսկապես մեծ պատիվ է մեր իրականության մեջ տեսնել քեզ նման դասյարակված պատանի։ Անտիր։ Այո, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք, մենք բոլորին կսպասենք այսօրվանից սկսած։ Դավիթը պարտադիր կգա իր գործին։ Ես արդեն այդ էի պատասխանում, այսօր քանի որ Էդուարդի օրն է։ Իր ծննդյան օրն է։ Չէ։ Իմ ու Էդուարդի օրն է, այսօր մենք որոշել ենք, որ զբոսնելու, այո։ Ինչ ուզենք անենք, այսօր մենք բան վստահեցնում եմ, որ լինելու է ամենա իմաստալից ու հաճելի ժամանցներից մեկը իրոք ընտանեկան, հաճախ մանկական երեխաներին տեսնելուց չգիտես ինչի, բայց չէ, այդ ընտանեկանը քննարկելու, նայելու, սիրելու, հուզվելու, մտածելու, ուժեղանալու, մի խոսքով շատ լավ բաներ են տանելու իրենց հետ, հրավիրում են բոլորին, բոլոր կինոթատրոններում կա։ Այո, այս դեպքում հրավիրում են վստահ չեմ ամաչելու, այլ հակառակը։ Ուզնես հերոս ունեք ու ամաչեք։ Մենք մեր կողմից ընդհանրապես իհարկե կարող ենք ասել շնորհակալություն նման սցենարի եւ գաղափարի համար։ Եվ ոնց հասկանում եմ, դուք նաեւ հավատարիմ եք մնացել այդ գաղափարներին եւ կարողացել եք բացառիկ տեսակներ ընտրել, այդ ամենը նաեւ մատուցելու, որտեղ շատ կարեւոր է ում դեմքով է այն մատուցվելու։ Եվ այս դեպքում անկասկած մենք խնդիր չունենք, որ տեղ է հասնելու այդ գաղափարը։ Նիկոլ, քեզ բազում հաջողություններ ենք մաղթում։ Հուսանք մենք առիթ կունենանք քո հաջողություններով դեռ կիսվելու եւ լուսաբանելու։ Եվ ուրախանալու։ Այո, եւ ուրախանալու եւ մենք շատ մեծ սեր ես դու սենց սփռում, մենք վաղ առավոտից, ինչպես տեսնում ես, սենց պայծառացանք միանգամից քո տեսակը տեսնելով։ Դե մենք հիմա չենք կարա ֆիլմի տրեյլերը չդիտենք։ Անշուշտ։ Ձեզ հաջողություններ այս պահին։ Այո, տեսանյութը տեսնենք, վստահ եմ ավելի կողքեվորի, որպեսզի դուք, ովքեր Դավիթի նման ունեն այդ տարիքի հատկապես պատանի երեխաներ տանը, անպայման առիթ ունեցեք ձեր երեխաներին տանելու իրական հերոսի կերպար ձևավորելու համար, համեցեք։